Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Չախոյան։ Բարև ձեզ։ Պարոն Չախոյան, Ռոբերտ Քոչարյանն է հանդես եկել ասուլիսով եւ շատ հետաքրքիր է, որ թրիփը Հայաստանի համար համարել է անվտանգային ռիսկ, փակուղի, այն դեպքում, երբ գիտեք թրիփի մասին ամբողջ աշխարհը բոլոր երկրները խոսում են այն համատեքստում, որ դա ապաշրջափակման մասին է, դա նոր հնարավորությունների մասին է, հատկապես տնտեսական։ Իսկ Քոչարյանը այդտեղ փակուղի եւ ռիսկ է տեսնում։ Ինչպես հասկանալ այս դիլեման։ Դիլեման կարծում եմ շատ պարզ ու հստակ է, ինչպես արդեն դուք շեշտեցիք, ամբողջ աշխարհը, այդ թվում նաև տարածաշրջանային երկրները ապաշրջափակում եւ տևական խաղաղություն են տեսնում թրիփի հետևում, որովհետեւ այդ նախագիծը խոսում է հենց դրա մասին։ Եվ այն որ Քոչարյանը ինչ որ այդ թվում նաև անվտանգային ռիսկեր է փորձում գտնել թրիփ նախագծում, դա խոսում է նրա մասին, որ Քոչարյանը տրամադրված է եւ ամեն ինչ անելու է այդ նախագիծը խափանելու համար։ Այս ամեն ինչը դրա մասին է խոսում։ Անդադ իրենք խոսում են ինչից, խոսում են խաղաղությունից, խոսում են պատերազմից, փորձում են այդ թվում նաև տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մեջ ներգրավել ինչ որ երրորդ կողմի ներկայացուցիչների, փորձում են ոչ միայն Քոչարյանը, այլ նաև ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ փորձում են ինչ-որ նոր երաշխավորներ գտնեն, բերեն մտցնեն այս թեմայի մեջ, ովքեր իբրև թե կերաշխավորեն արդեն իսկ հաստատված խաղաղությունը, բայց իրականում այս մարդկանց նպատակը լրիվ այլ է։ Այդ թվում նաև խափանել թրիփը։ Ընդ որում պետք է շեշտեմ, որ թրիփ նախագծի խափանումը արդեն իսկ պատերազմի մեկնարկ կարելի է համարել, որովհետև եթե չենք գնում խաղաղ ճանապարհով ճանապարհների ապաշրջափակման, բնականաբար դրան հետևելու են ինչ-ինչ գործողություններ Հայաստանի դեմ։ Այս ամեն ինչը դրա մասին է խոսում, ընդդիմության թաքնված ծրագրերի մասին է խոսում։ Ինձ թվում է արդեն անթակույց, որովհետև Ռոբերտ Քոչարյանը անգամ չթաքցրեց, ասեց Հայաստանը եւ հայ ժողովուրդը ունի մեծ սփյուռք, մենք պիտի չսահմանափակվենք այդ 29007 կամ 800-ով, թիվն էլ չէր հիշում կողքից անպայման միշտ հուշում են, բայց այնուամենայնիվ, եթե անգամ չսահմանափակվենք, ում հաշվին, պարոն Չախոյան, Թուրքիա, Ադրբեջան։ Տեսեք, ամբողջ խնդիրը հենց դրանումն է։ Եկեք մի բան պարզ ու հստակ հասկանանք։ Հայաստանի Հանրապետությունը ունի սուվերեն, միջազգայինորեն ճանաչված տարածք։ Ռոբերտ Քոչարյանը առաջարկում է չսահմանափակվել այդ տարածքով։ Շատ լավ, իսկ ինչ է առաջարկում։ Ինչ է նշանակում չսահմանափակվել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով։ Դա մի բան է նշանակում։ Եկեք աչք դնենք ուրիշների տարածքների վրա։ Ում տարածքների վրա։ Բնականաբար Հայաստանի հարևան պետությունների տարածքների վրա, Իրանի տարածքի վրա, Վրաստանի տարածքի վրա, Ադրբեջանի տարածքի վրա, Թուրքիայի տարածքի վրա, չսահմանափակվել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով, այդ նշանակում է հարևան պետություններից փորձել տարածքներ պոկել։ Այսինքն պատերազմ հայտարարել այդ պետություններին։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը լավ կլիներ ասեր, թե այդ որ պետությանն է պատրաստվում պատերազմ հայտարարել։ Ռոբերտ Քոչարյանը լավ կլիներ նաև ասեր, թե ինչ միջոցներով է պատրաստվում պատերազմ հայտարարել հարևան պետություններից որևիցե մեկին, լավ կլիներ ասեր, թե ում երեխաների արյան գնով է պատրաստվում պատերազմ հայտարարել, լավ կլիներ ասեր, թե այդ պատերազմի ելքը ինչպիսին է լինելու եւ Հայաստանի Հանրապետությունը կայսրության կազմի մեջ ինչպես է մտնելու, որովհետև այս ամեն ինչի ամբողջ նպատակը հենց դա է։ Ռոբերտ Քոչարյանի եւ ընդդիմության գերակշիռ մեծամասնության նպատակը միշտ եղել է եւ մնում է Հայաստանի Հանրապետությունը ներքաշել նոր պատերազմական գործողությունների մեջ։ Ինչու՞։ Որովհետև շատ լավ գիտեմ, որ նոր պատերազմի դեպքում Հայաստանի Հանրապետությունը բնականաբար պարտություն է կրելու իրենից մի քանի տասնյակ անգամ հզոր պետությունների հետ պատերազմի արդյունքում։ Իսկ այդ պարտության արդյունքում ինչ է լինելու։ Հանկարծ հայտնվելու են ինչ-որ երաշխավորներ, ովքեր գալու են, փորձելու են խաղաղություն բերողի կարգավիճակով ներկայանան եւ կհամոզեն, որ գիտեք ինչ կա, տեսեք դուք չեք կարողանում պետություն դառնալ, դուք չեք կարողանում պետություն լինել։ Եկեք մեր կազմի մեջ, սրանից հետո մենք ձեզ կպահենք, մենք ձեզ տիրություն կանենք, մենք ձեզ կասենք սրանից հետո ոնց ապրեք։ Ու բոլոր տեսակի նույնիսկ
այդ թվում նաև տարական հարցերը մենք ձեր փոխարեն կորոշենք։ Այդ պատերազմի ելքը Հայաստանի ինքնիշխանության կորուստն է լինելու։ Ռոբերտ Քոչարյանի եւ ընդդիմության ողջ նպատակը հենց սա է։ Դրա համար էլ այս գլխից այդ մարդիկ անընդհատ քարոզչություն են տանում։ Չպետք է սահմանափակվենք Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքով։ Պետք է աչք դնենք ուրիշների տարածքների վրա։ Ում արյան գնով, ում երեխաների արյան գնով։ Պարոն Չախոյան, օրինաչափ է կամ նորմալ է, որ մարդը, ով հավակնում է գոնե վերադառնալ իշխանության, նախընտրական տրամաբանության մեջ էր այդ ասուլիսն էլ, փորձում է իր ամբողջ թեզերը կառուցել հարևանների հետ հարաբերություններ փչացնելով կամ գոնե այնպիսի թեզեր է շրջանառում, որոնք Հայաստանի Հանրապետության շահերից չեն գոնե բխում, նախ Հայաստանին կրկին մեղադրեց Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու մեջ, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները փչացնելու համար իդեպ ՀԱՊԿ-ի մասով կարծես թե նեղացվածություն կա, բայց ասում է մենք ոչինչ, կգտնենք լուծում, կվերադառնանք եւ հետո նաեւ շատ մտահոգված է էլի, եթե վերադառնանք թրիփին, ասում է իր բառերով ասեմ, Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջ կբրդի թրիփի ծրագիրը, բայց այդտեղ ոչ թե տնտեսական շահն է, այլ ուշադրություն Իրանի վրա այդպես գերատկայություն ունենալու համար է գալիս այստեղ Միացյալ Նահանգները, այսինքն Իրանին է նաեւ զգուշացնում, որ տեսեք Հայաստանը ինչքան հակաիրանական բան է անում ձեր հանդեպ։ Նորմալ է, այսինքն մարդը, որ հավակնում է գալ իշխանության, արդեն ուզում է փչացնել կամ փորձ է անում փչացնել բոլոր հարևանների հետ հարաբերությունը։ Ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանի համար այդ ամեն ինչը վաղուց այլևս նորություն չէ։ Մի մարդ, որ հայտարարում է, որ 44 օրյա պատերազմը հրահրել է հայկական կողմը, ընդ որում շեշտելով հայկական կողմը ու իրեն տարանջատելով այդ կողմից, Հայաստանի Հանրապետությանն է մեղադրում պատերազմը հրահրելու մեջ, այդ մարդուց ամեն բան կարելի է սպասել ու պետք չէ զարմանալ այս տեսակ շահարկումների համար։ Այդ թվում նաև թրիփի հետ կապված, այդ թվում նաև Իրանի սահմանի հետ կապված, բայց եթե թրիփ նախագծի հետ կապված Քոչարյանը վտանգներ է տեսնում, որ կարող է կորցնենք Իրանի հետ սահմանը ու անվտանգային խնդիրներ լինեն։ Բայց իր կառավարման տարիներին, երբ որ բանակցում էր ամբողջ մեղրին իր տարածաշրջանով Ղարաբաղի հետ փոխանակելու հարցը, բայց ժամանակ Իրանի սահմանի մասին չէր մտածում, այդ նոր է հանկարծ հիշել Իրանի հետ սահմանի մասին, Քոչարյանը եւ ընդդիմությունը վաղուց արդեն իսկ ստանձնել են Հայաստանի Հանրապետության դեմ գործ տվողի կարգավիճակը։ Իրանք ամեն բան անում են Հայաստանի Հանրապետության դեմ գործ տալու համար։ Այդ թվում նաեւ թե տարածաշրջանում եւ թե տարածաշրջանից դուրս այլ պետությունների հետ հարաբերությունները փչացնելու համար ամեն ջանք գործադրում են։ Այդ թվում նաև Իրանի հետ կապված, ինչը երեք Ռոբերտ Քոչարյանը նորից էլի կրկնեց։ Այսօր մեծամասամբ հարցազրույցը կառուցել եմ նաև հարցերից դիլեմաները հաշվի առնելով, պարոն Չախոյան, տեսեք, Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ իր կառավարման տարիներին էլ Թուրքիային հարևան մեկ թթու խոսք ասած չկա, բայց այսօր մենք տեսնում ենք իր խմբակցության կազմը, որ հիմնականում դաշնակցականներն են, եւ դաշնակցականները գիտենք, անգամ ամեն պատե անպատե առիթի թուրք բառը որպես վիրավորանք են օգտագործում, ավելի հեռուն չեմ խոսում Մուշի եւ Վանի մասին, որ խոսում են դաշնակցականները, բայց այնուամենայնիվ տեսեք, այստեղ էլ նախ հակասություններ կա կարծես թե ներսում եւ հետո Թուրքիայի, Ադրբեջանի հետ պարբերաբար փորձում են կապել ձեր կառավարությանը, Լևոն Քոչարյանը օրերս ասում էր, որ այս ընտրություններին կամ պիտի երկրի ղեկը վերցնենք մեր ձեռքը կամ երկիրը պիտի ղեկավարեն Թուրքիան եւ կամ Ադրբեջանը, իբրև թե ձեր իշխանությունը այսպես ուղիղ կապ ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Նաեւ Լևոն Քոչարյանը ասում է, որ սարսափում է այն մտքից, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գալ իշխանության։ Այստեղ էլ մեկ այլ դիլեմա կա, որովհետեւ հանրության մեծ մասը սարսափում է հակառակից, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է իշխանության գալ։ Հիմա ինչպես պիտի հանրությունը կողմնորոշվի այս դիլեմաների պարագայում։ Տեսեք, ամեն ինչ շատ հստակ է։ Ինչ վերաբերում է Լևոն Քոչարյանի վերջին հայտարարություններից մեկին, թե ինքը սարսափում է մտածելով, որ հանկարծ այս իշխանությունը կարող է ընտրությունների արդյունքում վերընտրվի։ Այո, ճիշտ է անում, թող սարսափի։ Իսկ ինչ Լևոն Քոչարյանը պետք է սարսափի այն մտքից, որ այս իշխանությունը վերարտադրվելու է։ Այս իշխանությունը նորից վերընտրվելու է քաղաքացու տված քվեով։ Մի շատ པարզ պատճառով, որովհետև Լևոն Քոչարյանը շատ լավ հասկանում է, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրած այսպես կոչված այս աղքատ երկրում դոլարային միլիոնատեր դարձած Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքը բռնագանձվելու է։
Այո, Լևոն Քոչարյանը այդ մտքից պետք է սարսափի, որովհետև այս իշխանության վերընտրվելու պարագայում իրենք ստիպված են լինելու Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացածը հետ վերադարձնել Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Իհարկե պետք է սարսափի, բա ուրիշ ինչ պետք է անի։ Այսինքն իրենց սարսափները միայն դրանով են պայմանավորված։ Դուք ո՞նց եք կարծում, վաղը չէ մյուս օր, որ հանկարծ Ռոբերտ Քոչարյանը Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հետ աֆիլացված ինչ-որ անձինք գան իշխանության, այդ դատախազության ներկայացրած պահանջը Քոչարյանին 200 միլիոն դոլարի գույքի բռնագանձման մասով ի կատար ածվելու է, թե ոչ։ Ընթացք ստանալու է, շարունակվելու է այդ գործը, թե ոչ։ Բնականաբար ոչ։ Միգուցե գույքի ցանկը ավելանա։ Ոնց եք կարծում, Ռոբերտ Քոչարյանը գալու է Ոչ թե բռնագանձելու առումով։ Ռոբերտ Քոչարյանը գալու է իշխանության, ինքն իր ապօրինի գույքի գործը ավելացնի, հա, կամ շարունակի։ Ոնց եք պատկերացնում։ Կամ Ռուսաստանից մի քանի անձնագիր գրպանը դրած Հայաստան ժամանած ինչ-որ միլիարդատեր, ով Ռոբերտ Քոչարյանի համար գրավ էր վճարում, վաղը չէ մյուս օր Հայաստանում իշխանություն զավթելուց հետո Քոչարյանի ապօրինի գույքը պահանջելու է, որ հետ վերադարձվի պետությանը։ Անուժը չէ, այս ամեն ինչը։ Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից կառավարվելու թուրքական իշխանության այս կեղծ խոսույթի մասին։ Գիտեք, ինչ կա այս վերջին շրջանում ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ օրինակ Ադրբեջանից բենզին է ներկրվել Հայաստան։ Նույն ընդդիմությունը քոչարյանական շրջանակները, այդ թվում նաև ոչ միայն իշխանությանը, այլ ժողովրդին մեղադրում են այսպես կոչված արյունոտ բենզին գնելու համար։ Ոնց եք համարձակվում այդ ադրբեջանական բենզինը գնեք, օգտագործեք, դա արյունոտ է։ Երեք հարցազրույց երեք ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ժամանակին կապվել է Հեյդար Ալիևի հետ, ցանկություն է հայտնել վերջինիցս, այսինքն Ադրբեջանից բիտում գնելու, բայց այդ բիտումը արյունոտ չէր։ Բայց այն, որ իրանք ժամանակին պատրաստվում էին բիտում գնեին Ադրբեջանից, դա արյունոտ չէր, հանկարծ խաղաղությունը հաստատվելուց հետո Ադրբեջանից գնաց բենզինը դարձավ արյունոտ։ Կեղծ թեզեր են այս ամեն ինչը։ Կամ ինչ է նշանակում իշխանությանը անդադ մի քանի օր առաջ թիրախավորում էին նրա համար, որ Թուրքիայի արտգործ նախարարը աջակցություն է հայտնել վարչապետին տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերի համար։ Թիրախավորում են իշխանությունը, ասում են, տեսեք, Թուրքիայի արտգործ նախարարը աջակցություն է հայտնում վարչապետին նրա համար, որ վարչապետը ուզում է տարածաշրջանում աջակցություն, խաղաղություն հաստատել։ Բա ինչ պետք է աներ։ Ինչ եք պատրաստվում լսել։ Լավ չէ, որ աջակցություն է հայտնում։ Որ վարչապետը ցանկանում է խաղաղություն հաստատել եւ այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում։ Բա ինչ հայտարարեր Թուրքիայի արտգործնախարարը։ Ասեր վատն է ձեր վարչապետը պատերազմ է ուզում հրահրել տարածաշրջանում։ Թուրքիայի հետ հարաբերություններն է փչացնում, այդ էր ձեր սրտի ուզածը։ Պարոն Չախոյան, լավ, խոսենք նաև այն մասին, թե ուր են գնալու ամերիկյան դոլարները, միլիոնավոր դոլարների մասին է խոսքը, TRIP-ի նախագիծը նկատի ունեմ։ Քոչարյանն էլ է զարմանք արտահայտում, ասում է ոսկյա հոչ են լինելու այդ ռելսերը, այդ ինչ գումարների մասին են խոսում, այդ ինչ ներդրումների մասին է խոսքը, գիտեք, ով Քոչարյանը գոնե լավ գիտի ռելսերի արքու վաճառքի։ Շատ լավ նկատեցիք, այդ ոսկյա ռելսերի մասին խոսացող Քոչարյանով ասում էր, ինչ միլիարդների ներդրում, ընդամենը մի քանի միլիոնի ներդրում է պետք անել այդ ռելսերը կառուցելու համար, հո ոսկուց չեն։ Բայց այդ ռելսերը ոսկուց էին, որ քանդը կերել են։ Ժամանակին այդ ռելսերը կային, չէ՞, ու հաստատ իրանք ոսկուց չէին։ Բախեք քանդը կերել։ Պարզ հարց է, չէ՞։ Եթե ոսկուց չէին, իրանից բան չէին ներկայացնում, երևելի արժեք չունեին, ինչ է քանդել ժամանակին։ Քանդել ու կերել եք, այո։ Հիմա այն ինչը իրենք քանդը կերել են, մենք փորձում ենք նորից էլի ստեղծենք։ Դրան եկել անուն է դնում մատնացության, ասում են, ինչ միլիարդների մասին է խոսքը։ Գնայք, բայց մենակ երկաթուղի մասին չէ խոսքը TRIP նախագիծը։ Գազամուղ է լինելու, նավթամուղ է լինելու, հաղորդակցության լարեր են լինելու։ Ինչու են ջղաձգվում։ Այս պրոյեկտից կարծես թե յուրաքանչյուրը պիտի պատճառը, որովհետև TRIP նախագծի իրագործման դեպքում հենց այդ նախագիծը իրագործվեց, կյանքի կոչվեց հողի վրա, իրենք շատ լավ են հասկանում, որ Հայաստանում իշխանության զարթման իրանց բոլոր
տեսակի փորձերը ձախողվելու են։ Այս մարդիկ մի բան շատ հստակ հասկանում են, որ Հայաստանը ինչքան առաջ գնաց, տարածաշրջանում կայացած խաղաղությունը որքան գնալով վերահաստատվեց, իրանք այնքան կորցնում են իշխանազավթման հնարավորությունը։ Հակառակ համեմատական են այս ամեն ինչը իրար։ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները ինչքան գնացին դեպի լավը, այնքան Քոչարյանը ու նրա նմանները կորցնելու են Հայաստանում իշխանություն զավթելու հույսերը։ Հակառակ իրար համեմատական են այս ամեն ինչը իրար աշխատում։ Այդ թվում նաև թրիփ նախագիծը, թրիփ նախագիծը բացի այն, որ ֆինանսական մեծ հնարավորություններ է բերելու, տնտեսական մեծ հնարավորություններ է ստեղծելու Հայաստանի Հանրապետության համար, այդ թվում նաև անվտանգային երաշխիք է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև թրիփ նախագիծը իրանից ինչ է ներկայացնում։ Հայ-ամերիկյան նախագիծ է։ Թրիփում ընդ որում 26% բաժնետեր է Հայաստանի Հանրապետությունը, 74%-ը Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բայց ամերիկյան միլիարդավոր ներդրումները, որ բերվելու են ու արվեն Հայաստանի Հանրապետությունում, բայց դա երաշխիք չէ։ Դա հսկայական անվտանգային երաշխիք է։ Ու այո, խաղաղության հարատևման համար ինքը թրիփը հանդիսանում է երաշխիք։ Այսինքն Հայաստանի վրա Քոչարյանը ջղաձգվում է հենց սրանից։ Ու Քոչարյանի ու մնացած ընդդիմադիր ներկայացուցիչների այն շահարկումները, որ գիտեք, իշկա դե թրիփը լավ բան է, բայց դե թրիփում պետք է անպայման երաշխավորներ գտնել։ Թրիփում ամենամեծ երաշխավորը հայ-ամերիկյան գործակցությունն է։ Ամերիկյան ներդրումներն են։ Դա անվտանգային երաշխիք է։ Կամ ոնց եք պատկերացնում, նաև շահարկում կա, չէ, Ժան, որ ընդ որում այդ թվում նաև Քոչարյանի կողմից, որ թրիփ նախագծում Ամերիկայի Միացյալ Նահանգները տնտեսական շահեր չունեն։ Իրեն շահը քաղաքական է։ Այդ Քոչարյանը լուրջ պատկերացնում է, թե Ամերիկայում օվկիանոսից այն կողմ այդքանի մասին չեն մտածել, արդյոք իրենք տնտեսական շահ ունեն այս ամեն ինչից, թե չէ, Քոչարյանը պետք է Հայաստանից ասի ԱՄՆ-ին, թե գիտեք ինչ կա, դուք ստեղ տնտեսական շահ չունեք։ Այդ միլիարդների ներդրումը, որ բերելու են Հայաստանում անեն, այդ մարդիկ այդքանը հաշվարկ չեն արել, չեն գիտակցում, դե լավ է Քոչարյանն ասեց էլի։ Եվ հետաքրքիր մի օրինաչափություն էլ, պարոն Չախոյան, տեսեք, միաժամանակ եւ խորհրդարանական ընդդիմությանը եւ Ռուսաստանի Դաշնությանը մտահոգում են Հայաստանի հետ մերձեցումը, ինչպես իրենք են այդ բառն ասում, Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ, օրինակ Քոչարյանն ասում է, այդ փլուզվող աշխարհակարգը Եվրամիությունը, որ ինքն էլ դեռ չի հասկանում ուր է գնալու, ինչի անվտանգային ոչ մի երաշխիքներ չունի իր համար, Հայաստանը ուր է գնում այդ իմաստով, եւ նաեւ Լավրովն է այսօր զուգահեռ այսպես մտահոգվել, որ Հայաստանի եւ Եվրամիության մերձեցումը կարող է վտանգել ոչ միայն Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունները, այլ նաեւ հետխորհրդային այդ երկրների այդ բարեկամական ամբողջ այդ մթնոլորտը ինչ կապ ունի մեկը մյուսի հետ եւ արդյոք արժի հակադրել Եվրամիությունը Ռուսաստանի հետ հակադրելու ընդհանրապես ոչ մի խնդիր չկա եւ ես չեմ էլ տեսնում նմանատիպ խնդիր իրականում Հայաստանի Հանրապետությունը մերձեցման քաղաքականություն է վարում բոլորի հետ այդ թվում նաեւ Ռուսաստանի Դաշնության այդ թվում օրինակի համար Ղազախստանի հետ այդ թվում նաև օրինակ Չինաստանի հետ, այդ թվում նաև Եվրամիության հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությունը սա է։ Իսկ թե ինչ հայտարարություններ են անում, ինչ կոնտեքստն են փորձում այս ամեն ինչի տակ տեսնել, դա իրենց խնդիրն է։ Բայց ես վստահեցնում եմ Հայաստանի Հանրապետությունը մերձեցման քաղաքականություն է վարում բոլորի հետ։ Իսկ մտահոգվելու տեղիք չի տալիս Ռուսաստանից եկող հայտարարությունները։ Ռուսաստանից շատ տարատեսակ հայտարարություններ են հասնում մեզ, որոնք իհարկե մտահոգվելու տեղիք են տալիս։ Այդ թվում նաև հայտնի պրոպագանդիստների դեմքերով են հայտարարություններ մեզ հասնում։ Վերջին դեպքերը կհիշեք Սոլովյովը, ով կոչ էր անում հատուկ ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե մտահոգվելու տեղիք է տալիս, բայց շատ ավելի ուշագրավ է այն, որ բացի այն, որ իշխանական թևը, պետական պաշտոնյաները արձագանքեցին ու տվեցին պատասխանը ու քայլեր ձեռնարկեցին պատասխանելու համար Սալավյովին, նույն ընդդիմադիր դաշտից օրինակ Ռոբերտ Քոչարյանի արձագանքը լսեցիք Սալավյովին ուղված։ Ես չեմ լսել, չեմ նկատել։
Բայց իրենց ֆրակցիայից Այդ հայրենասեր ձևացող, այս երկրի փրկիչ ներկայացող միակ փրկիչ տղամարդու կերպարով ներկայացող Քոչարյանը բա ուր էր, երբ Ռուսաստանից Սալավյովը հայտարարում էր, որ Հայաստանում հատուկ ռազմական գործողություններ պետք է իրականացվեն։ Թե Քոչարյանի սրտի գործողություններն էին դրանք, դրա համար չէր արձագանքում։ Բայց այնուամենայնիվ իրենց ֆրակցիայից ընդդիմադիր նկատի ունեմ, երկու ֆրակցիաներից արձագանք եղավ, որ այս իշխանությունը ռուսաֆոբիա է տարածում, կարող եք մտածել այդ մասին, թե ինչու է ռուսաֆոբիա տարածում։ Լավ, խոսել է նաև տատիկ պապիկների մտահոգող վիճակի մասին, պարոն Չախոյան, թոշակի մասին, ինչու ձեր կառավարությունը չի մտածում թոշակները բարձրացնելու մասին, գիտեք, պարբերաբար յուրաքանչյուր ասուլիսում Քոչարյանը անդրադառնում է դրան, նախորդ ասուլիսում էլ խոսում էր այն մասին, որ թոշակները բարձրանում են, դրան զուգահեռ նա բարձրանում ամեն ինչի եւ այստեղ ոչ մի այսպես ասած բարձրացում չկա, տատիկ պապիկները նույն չքավորության մեջ։ Ահա եկեք հասկանանք, թե ով է խոսում տատիկ պապիկների թոշակների մասին։ Ռոբերտ Քոչարյանը։ Մարդ, ով ամեն անգամ ասուլիս ու հարցազրույց տալուց փորձում է ներկայացնել հանրությանը, թե գիտեք ինչ կա, երբ որ ես Հայաստանում դարձա նախագահ, եկա իշխանության, գիտեք ինչ ծանր աղքատություն էր տիրում Հայաստանի Հանրապետությունում ու ներկայացնում է, թե իբրև իրեն հաջողվել է այդ աղքատության ճիրաններից հանել այս երկիրը։ Բայց երեք տված ասուլիսի ժամանակ այդ հավաքված լրագրողներից մեկը հարց չտվեց Ռոբերտ Քոչարյանին։ Թե ոնց ստացվեց, որ այդ ձեր ներկայացրած այս աղքատ երկրում դուք հանկարծ դարձաք դոլարային միլիոնատեր, եթե ոչ միլիարդատեր։ Այդ ոնց դարձավ, որ այս աղքատ երկրում նախագահ լինելով ու 400,000 դրամ աշխատավարձ ստանալով դուք հանկարծ դարձաք Տանզանիայում ոսկու հանքի տեր։ Այդ ոնց դարձավ, որ հունական կղզում առանձնատան տեր դարձաք։ Ոնց դարձավ, որ դատախազությունը հայտնաբերեց, որ 200 միլիոն դոլարի ապօրինի գույք ունեք։ Բայց աղքատ երկրում այդ ոնց դարձաք այդքանի տեր։ Այդ հավաքված լրագրողներից ինչի որից է մեկը հարց չտվեց։ Դե ընտրողական լրագրողական խումբ էին էլի հրավիրել այդ ասուլիսի համար։ Հիմա հարցի մյուս կողմին անդրադառնանք։ Պապիկ տատիկների թոշակները, իմիջիայլոց Ռոբերտ Քոչարյանը դոլարային միլիոնատեր, եթե ոչ միլիարդատեր է դարձել, ոչ թե իմ, ձեր եւ մյուսի հաշվին, այդ թվում նաեւ այդ տատիկ պապիկների հաշվին։ Եվ նրանց թոշակի։ Ու ով է խոսում վերջիններից թոշակներից։ Մարդ ում օրոք այդ տատիկ պապիկների թոշակը կազմում էր 5-ից 6000 դրամ։ Մարդ ում օրոք այդ տատիկ պապիկները փողոցներում ցույց էին անում։ Ու գիտեք ինչի համար, ոչ թե որ իրանց թոշակները բարձրացնեն, այլ որ իրենց թոշակները ժամանակին պետությունը վճարի։ Նույնիսկ սրա խնդիրն է եղել Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Հիմա հանկարծ հայտնվել է տատիկ պապիկների մասին մտածող է դարձել։ Ինչ վերաբերում է տատիկ պապիկների թոշակներին, ապա հայտնեմ 2018 թվականի դրությամբ եւ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, կենսաթոշակը նվազագույն Հայաստանի Հանրապետությունում եղել է ընդամենը 16000 դրամ։ Հիմա նվազագույն կենսաթոշակը Հայաստանի Հանրապետությունում 36000 դրամ է։ Քեշբեքի համակարգ է գործում, որի միջոցով անկանխիկ գնումների արդյունքում այդ 36000 նվազագույն կենսաթոշակը արդեն իսկ դառնում է 43000 դրամ։ Հայաստանի Հանրապետությունում արդեն գործում է առողջության ապահովագրություն։ Ու սա ամենամեծ աջակցությունն է այդ տատիկ պապիկներին, մեր թոշակառուներին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում այսօր հունվարի 1-ից մինչև հունվարի 29-ը միայն պետբյուջեի 4.3 միլիարդ դրամի աջակցություն ենք տրամադրել թոշակառուներին առողջության ապահովագրության համար, որպես փոխհատուցում։ Ոնց եք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունում երբևէ չի եղել նման բան, որ թոշակառուները պետությունից 4-ից 5 միլիոն դրամի աջակցություն ստանան, որպես փոխհատուցում առողջության ապահովագրության համար։ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ նման նախադեպ չկա, ուղղակի գոյություն չունի։ Ու կան փաստացի օրինակները կան։ Մարդիկ արձագանքում են անգամ սոցցանցերում ու շնորհակալություն են հայտնում այս իշխանությանը դրա համար։ Տարական մաթեմատիկական հաշվարկ եկեք հաշվենք, ինչ է նշանակում 4-ից 5 միլիոն դրամ որպես փոխհատուցում բյուջեից տրված թոշակառուներին
առողջության, ապահովագրության շրջանակներում 4-ից 5 միլիոն դրամը, եթե տարեկան նայենք, ամսական կտրվածքով տարեկան բաժանենք 12 ամսի, ամսական կտրվածքով գալիս է մոտ 400,000 դրամ։ Պլյուս դրան թոշակառուների նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ։ Այսինքն այսօր Հայաստանի Հանրապետությունում կան թոշակառուներ, ովքեր ամսական կտրվածքով պետությունից ստանում են առնվազն 436,000 դրամի աջակցություն։ Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ բացառիկ դեպք է, ժողովուրդ ջան։ Ու սա ընդամենը 29 օրվա ընթացքում։ Օրեցօր այդ թիվը գնալով էլ ավելի է աճում։ Ես սա կարծում եմ փաստ է, որը մարդիկ իրենց մաշկի վրա են զգում։ Մարդիկ ընդ որում ապահովագրությունը գործում է ոչ միայն որևէ վիրահատության դեպքում, այդ թվում նաև դեղորայքների ձեռքբերման դեպքում։ Այսինքն թոշակառուները, որոնք առողջության տեսանկյունից ամենախոցելի խավն են մեր հասարակության մեջ, եւ պարզ է, չէ, որ թոշակառուների մոտ առողջության հետ ամենաշատն են հանդիպում խնդիրները։ Ու այդ մարդիկ երբ սրանից առաջ գնում էին ու հսկայական գումարներ էին ծախսում կամ չունենալու դեպքում չեն կարողանում ծախսել եւ իրենց առողջությանը հետեւել, այսօր պետությունը իրենց տվել է այդ հնարավորությունը նախ ազատվել այդ ծախսերից, ոչ միայն վիրահատությունների ու տարատեսակ պրոցեդուրաների, այդ թվում նաև դեղորայքի վրա գումար չծախսել։ Պլյուս դրան նվազագույն կենսաթոշակը հնարավորություն է տվել ստանալ 43,000 դրամ։ Սրանից մեծ աջակցություն պետությունը երբևէ տվել է թոշակառուներին։ Չէ, չի տվել։ Ես համոզված եմ, որ մի քանի տարի հետո կամ մի քանի ամիս հետո, ինչ որ ժամանակ հետո, ել ավելի մեծ աջակցություն են ստանալու մեր թոշակառուները։ Իհարկե, շատ ներողություն եմ խնդրում ես մեր թոշակառուներից։ Ես հասկանում եմ, գիտակցում եմ, որ այդ նվազագույն կենսաթոշակի 36,000 դրամը դեռ բավարար չէ վերջիններիս բոլոր ծախսերը հոգալու համար։ Բայց վստահեցնում եմ, որ ամեն բան արվում է վերջիններիս հոգսը թեթևացնելու, վերջիններիս կյանքը ել ավելի բարեկեցիկ դարձնելու համար։ Պարոն Շախոյան, հուսով եմ մենք դեռ դրական միտումները քննարկելու առիթ եւ ժամանակ կունենանք, բայց ուզում եմ նաեւ խոսենք հիմնական մեղադրանքներից ձեր կառավարության, որովհետեւ գիտեք, 2018 թվականին քաղաքացին եկավ մերժելու նախկին ռեժիմը, այդ ամբողջ հասարակարգը, տեսեք, նաեւ հույս կար այդ իմաստով, լավատեսական հույս, որ նախկին ղեկավարները ինչ որ իմաստով քաղաքական առումով դուրս կդրվեն դաշտից։ Հիմա մենք 7 տարի հետո նախընտրական շրջան ենք մտնում, նախընտրական process-ը սկսվում է կրկին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսները վերլուծելով ու այստեղ քաղաքասարակության նաև ամենամեծ մեղադրանքը ձեր կառավարության այն է, որ ինչու օրենքի ուժով այս մարդիկ դուրս չեն դրվում ընտրական process-ներից, այսինքն մարդիկ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործով, դրա մասին դուք էլ այսօր նշեցիք, մարդիկ, ովքեր մի շարք ապօրինություններ են արել եւ էլի դատարաններում մի շարք գործերով են անցնում, այսօր այդ նաև այդ գումարներով մտել են ընտրապայքարի մեջ եւ կրկին ժողովրդավարական գործիքները օգտագործելով փորձում են գալ իշխանության, դա վտանգավոր չի, թեև այդ ժողովրդավարական գործիքները ստեղծել եք, արդար թափանցիկ ընտրությունները, որի վրա իրենք նաև այսպես հույս են դնում, դրա հետ հույս են կապում, բայց դա վտանգավոր չէ, ժողովրդավարական գործիքներ տալ ավտորիտար ուժերի, նախկին ռեժիմների, որոնց կառավարման տարիները մենք տեսել ենք, եւ սա այն մեղադրանքը չի, սա քաղաքասարակության մեղադրանքն է ձեր կառավարությանը։ Տեսեք, մեղադրանքը ինչ որ մասով ես կարող եմ ընդունել, այո։ Այո, ես ընդունում եմ այդ մեղադրանքը, բայց մյուս տեսանկյունից, այո, որից է մեկը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման թեմայով։ Պետությունը իրենից պահանջում է ապօրինի գույքը հետ վերադարձնել պետությանը։ Օրենքով այդ մարդը իրավունք ունի մասնակցել ընտրությունների, առաջադրվել թե ոչ, դա ես չեմ սահմանում, դա Նիկոլ Փաշինյանը չի սահմանում, դա կառավարության որևիցե անդամ չի սահմանում, դա օրենքն է սահմանում։ Եթե օրենքը չի արգելում, ուրեմն այդ մարդը իրավունք ունի մասնակցելու ընտրություններին։ Իսկ գուցե օրենքը փոխելու նաև անհրաժեշտ։ Այդ ուղղությամբ կարելի է մտածել, դրա մասում այդ մեղադրանքը մասամբ եմ ընդունում։ Արդյոք վտանգ կա թե չէ այն պարագայում, երբ որ այս տեսակ մարդիկ փորձում են Հայաստանում նորից իշխանության գալ, իհարկե կա այդ վտանգը։ Ու այո, այդ վտանգը բավականին մեծ է։
մեծ է նրանը, որ 2026 թվականի ընտրությունները ընդամենը մի բանի մասին են։ Քաղաքացին ինչ է ընտրելու՝ խաղաղություն թե պատերազմ։ Կա գոյություն ունի խաղաղության կուսակցություն, ներկայիս գործող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, եւ կա պատերազմի կուսակցություն՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, նրանց հետ աֆիլացված ինչ-որ դեմքեր, ովքեր խոստանում են, թե իրանք նոր ուժ են, բայց 1000 թելով կապված են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ։ Ուժեղ բանակցողներ են ինչ-որ 1000 թելով կապված են ու հիմա ժողովրդին էլ փորձում են միամտացնել, ասել ներկայացնեն, թե իրենք առանձին են գնում ընտրության, ասում են չենք համագործակցելու նախընտրական քարոզարշավի ժամանակ, բայց չեն բացում հետին մտքերն ու այն ճակերտները, որ համագործակցելու են ընտրություններից անմիջապես հետո կոալիցիա են կազմելու։ Այո, Գյումրու սցենարն են փորձելու գործարկեն։ Դա չթաքցրեց ակնհայտ ձևով արդեն ասվում է բոլորի կողմից Գյումրու սցենարը փորձելու են աշխատացնել։ Առանձին սրբի դեմքով կելնեն ժողովրդի մեջ, կհավատացնեն, որ մեկը մյուսի հետ կապ չունեն։ Ես վստահեցնում եմ, նույնիսկ հանրային կերպով մեկը մյուսին հնարավոր է նույնիսկ քննադատեն, այն Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, այն բեմականացումը հեռավար փոխհրաձգությունը հնարավոր է նույնիսկ լինի, ինչ որ նոր ի հայտ եկած ուժեր հնարավոր է Քոչարյանին քննադատեն, Սերժ Սարգսյանին քննադատեն։ Այս ամեն ինչը ընդամենը թատերական բեմականացում է լինելու ընտրություններից առաջ, որպեսզի միամտացնեն, հավատացնեն ժողովրդին, թե մեկը մյուսի հետ կապ չունեն, իրենք ամենաարդարն ու ամենաթափանցիկն են, գնան ընտրությունների հաջորդ իսկ վարկյանից հետո հենց ընտրությունները ավարտվեց, այս մարդիկ համագործակցելու են իրար հետ, կոալիցիա են կազմելու, որպեսզի իշխանությանը փորձեն տապալեն։ Ու այս մարդիկ արդեն բացահայտ ձևով են այո հայտարարում դրա մասին։ Ու այս մարդկանց ուզածը միակ ուզած բանը դա է։ Անդադ փորձում են ինչ-որ երաշխավոր գտնեն, բերեն խցկեն խաղաղության պայմանագրի մեջ, ինչ-որ երաշխավոր գտնեն, բերեն խցկեն թրիպ նախագծի մեջ։ Իբրև թե մտածում են Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին։ Ոչ, այս մարդկանց նպատակը մեկն է՝ խափանել թե խաղաղության պայմանագիրը եւ թե թրիպ նախագիծը։ Ու այդ պարագայում իրենք կստանան իրանց երազած պատերազմը Հայաստանի Հանրապետության գլխին։ Պարոն Չախոյան, քանի որ ձեր ուժը հատկապես շատ է հղումանում հանրությանը եւ այսպես միշտ հույսը դնում է հանրության խոհեմության վրա, որ հանրությունը խոհեմ է եւ կգնա ճիշտ ընտրություն կանի, ինչ է կարծում, կա այդ գիտակցումը, թե ինչ կարեւորություն ունեն 2026 թվականի ընտրությունները եւ որ դրանք պարզապես քաղաքական իշխանություն ձևավորելու մասին չեն, դրանք շատ ավելի լայն ընդգրկուն ունեն աշխարհաքաղաքական նաեւ ինչ որ իմաստով ընտրություններ են, քաղաքակրթական ընտրություն են, այսինքն նաեւ դրանով է պայմանավորված թրիպը գետնի վրա իրականություն կդառնա, թե կունենա օրինակ Ռուսաստանի ու Չինաստանի նման երաշխավոր կողմեր, այսինքն այդ ընկալումը կա հանրության մոտ 2018 թվականից մինչ օրս փորձը ցույց է տվել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ունի քաղաքացիական այն բարձր գիտակցությունը, որ կատարի իր ճիշտ ընտրությունը։ Այո, ես հավատում եմ մեր ժողովրդի առողջ տրամաբանությանը, ես հավատում եմ մեր ժողովրդի առողջ բանականությանը, հավատում եմ քաղաքացիական բարձր գիտակցությանը, հավատում եմ նրան, որ հունիսին Հայաստանի Հանրապետության ժողովուրդը քաղաքացին կգնա ընտրատեղամաս եւ կկատարի իր ճիշտ ընտրությունը։ Երբ իրեն հնարավորություն կընձեռնվի ընտրատեղամասում կատարել ընտրություն խաղաղության եւ պատերազմի միջև, ժողովուրդը կկատարի իր ճիշտ ընտրությունը։ Ես ավելի քան վստահ եմ, որ ըստ տևական ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր մաշկի վրա զգացել է թե պատերազմի դառնությունը եւ թե խաղաղության քաղցրությունը։ Ու այս երկուսի միջև ընտրությունը ակնհայտ է։ Ու ես հավատում եմ նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր առողջ տրամաբանությամբ, իր քաղաքացիական բարձր գիտակցությամբ իր ճիշտ ընտրությունը կատարելու է, այո։ Շնորհակալ եմ, պարոն Չախոյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ, կհանդիպենք։